Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ճանապարհը մեզ դեպի Վայոց ձորի մարզ տարավ, գյուղ Եղեգից։ Օրվա հյուրը երաժիշտ Գոռ Ղուկասյանն է։ Գոռ Ղուկասյան, երաժիշտ, ծնվել է 1994 թվականին Երևանում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից, ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ երգչախմբային բաժինը։ Բարձրագույն կրթություն ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կինոռեժիսուրայի բաժնում։ Բիթմեյքինգով զբաղվում է 12 տարեկանից։ Հասարակության մեջ մեծ հայտնիություն է ձեռք բերել Գոռ Ջուս Բիթս նախագծով։ Գոռ Ղուկասյանը ունեցել է բազմաթիվ համերգներ։ 2023 թվականին հանդես է եկել սամբոյի աշխարհի առաջնության, իսկ 2024-ին Անահիտ մրցանակաբաշխության հանդիսավոր բացման արարողություններում։ Արամ MP3-ի հետ համահեղինակել է «Օպերացիա մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմի սաունդթրեքը։ Թողարկել է 11 ալբոմ։ 2020 թվականին Գոռ Ղուկասյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնեմ Քո արվեստը դպրոցում թիմի կազմակերպիչներին, որովհետև օրինակ երբ որ ես ձեր տարիքին էի կերազեի, sense բանիներ, բայց չկար։ Այստեղ 7-րդ դասարանից սկսված աշակերտներ ենք, չէ՞։ Այ մոտավորապես հենց այդ տարիքում էլ ես սկսել եմ զբաղվել նրանով, ինչով մինչև հիմա զբաղվում եմ, ու ես հիմա 31 տարեկան եմ արդեն։ Մենք երաժշտության մասին ենք խոսալու։ Ոնց է երգ ստեղծվում։ Երաժշտական գործիքները, նվագողները, երաժիշտները հավաքվում են, երգիչներ, երգը գրվում է, երաժշտությունը հորինվում է կոմպոզիտորի կողմից, իրանք գնում են ստուդիա, ու ստուդիայում ձայնագրվում է երգը։ Կամ միաժամանակ իրար հետ նվագելով կամ առանձին տարբեր ձևերով։ Այդ մեծ ստուդիայում ձայնագրվում է։ Դաշնամուր, հարվածային գործիքներ, չգիտեմ, բաս գիտար, էլեկտրոգիտար, օրինակ, հետո երգիչն է երգում։ Ու այս ամեն ինչը սաունդ ինժեները, ով որ ձայնագրում է, վերցնում է ու սկսում է մշակել, բալանսավորում է, ոնց ենք նենց անում, որ դաշնամուրի ձայնը գիտարի ձայնին չխանգարի, երգիչի ձայնին ոչ մի ուրիշ ձայներ չխանգարեն, ըստ մասերի, ըստ հատվածների։ Ու ստացվում է արդեն վերջնական ձայնագրությունը, որը որ կոչվում է երգ, որը որ մենք բոլորս միացնում ենք ու լսում ենք։ Բայց ժամանակի ընթացքում, մոտավորապես 1970-ականներից դեպի այս կողմ հայտնվում են որոշ աննորմալներ, ովքեր չնայած աննորմալները մինչև իրանց էին հայտնվել, ովքեր որ արդեն եղած ձայնագրությունից ինչ-որ հատված են վերցնում, ու այդ հատվածը մանիպուլացնում են, դանդաղացնում, երկարացնում, կարճացնում, ու այսպես ասած լուպի մեջ են դնում, ինչ է նշանակում լուպի մեջ դնել, այսինքն այդ հատվածը, որը որ իրանք ընտրել են, անընդհատ կրկնվում է։ Հետո դրա վրա ուրիշ էլի ձայներ են ավելացնում, հնչյուններ են ավելացնում, ու այդպես իրանք ոնց որ եղած ձայնագրություններից այդ հատվածները վերցնելով ստեղծում են լրիվ նոր ձայնագրություն։ Այդ process-ը, այդ երևույթը կոչվում է sampling։ Sampling-ը ոնց որ հենց գործողությունն է, այսինքն sample-ել։ Հայերեն sample բառը թարգմանվում է նմուշ։ Մենք հայերենով չենք կարա ասենք նմուշել, որովհետև ոնց որ ալոգիկա կապ չունի էլի process-ի հետ։ Դրա համար օգտագործում ենք անգլերեն տերմինը, միջազգային տերմին է, sampling։
առաջի անգամ այս երևույթը 1940-ականներին Ֆրանսիայում մի հատ մարդ, ով ծնվել էր երաժիշտների ընտանիքում, բայց իր ծնողները որոշել էին, որ ինքը պիտի որպես ինժեներ կրթություն ստանա, 3 համալսարաններում ինժեներական կրթություն է ստանում, լավ խորանում է, մասնագիտանում է ինժեներության մեջ, բայց համել ինքը շատ մեծ սեր է ունենում երաժշտության հանդեպ։ Այս մարդը առաջին մարդն էր, ու որոշ ուրիշ մարդկանց հետ բնականաբար, ով որ այդ առաջի անգամն էր, որ որոշեցին ոչ թե երաժշտությունը երաժշտական գործիքներով նվագեն ու ձայնագրեն, այլ ձայնագրություններով, կասետների, շատ բարդ մեխանիզմներ էին դրանք, այդպես կասետներով ինչ-որ ձայներ, չգիտեմ, բնության, քայլեր, դռան բացվել, փակել, կռանի ձայն, ջրի ձայն, ամպրոպ, ասես ձայներ էին ձայնագրում, ու այդ ձայներով իրանք փորձում էին ինչ-որ, այսպես ասած, երաժշտություն էլի, ոնց որ ստեղծել, որը մի քիչ դժվար է երաժշտություն այդ կոչել էլի։ Ես ձեզ կարող եմ հիմա մի հատ օրինակ դնեմ, դուք լսեք, որ մի քիչ պատկերացում կազմեք այդ ինչ էր։ Այդ ուղղությունը կոչել էին ֆրանսերեն music concrète, անգլերեն music-ը դե երաժշտությունն է, այդ concrète-ը անգլերեն concrete բառն է, իսկ հայերեն բետոն։ Այսինքն բետոնյա երաժշտություն, այդպես էին կոչել, որովհետև իրանք երաժշտական գործիքներ չէին օգտագործում, իրանք այտենց օրինակ շինարարությունից կարող էին ինչ-որ ձայներ ձայնագրեին ու դրանք օգտագործեին։ Հիմա ես մի հատ օրինակ դնեմ, դուք լսեք, որովհետև հեսա ստեղից իրականում այս ուղղությունը ինքը այտենց մի քիչ անհասկանալի է երաժշտության հետ ինչ կապ ունի, բայց սրանից շատ ուրիշ երաժշտական ժանրեր են էլի զարգացել։ Այս ձայները, այս իրանց բան, երաժշտություն է էլի, ոնց որ համարվում։ Չի խառը ինչ է։ Մի խոսքով պատկերացրեցիք ինչ է կատարվում, այս այդպես ոնց որ երաժշտության հետ արկածին կապ չուներ, բայց այս գործողությունը, որ իրանք ոնց որ գյուտ արեցին ու գտան, հետագայում այս կիրառվեց թե ռոք երաժշտության մեջ, թե տեխնո, թե հիփ-հոփ։ Ու քանի որ ես հենց հիփ-հոփ ժանրի մեջ եմ ստեղծագործում, հիփ-հոփ ժանրի մեջ դա սեմփլինգն է, որպեսզի ավելի լավ հասկանանք սեմփլինգ ինչ է նշանակում։ Շարլ Ազնավուրի երգն է, լսեք այս սկզբի հատվածը։ Այս հիշեք, ու նույնը կլսեք Dr. Dre What's the Difference երգի մեջ։ Լսեք նույնն է։ Այսինքն ինքը վերցրել է այդ սեմփլը ու սարքել է իր արդեն այս երգը, այդ սեմփլով։ Սեմփլները լինում են ընդհանուր առմամբ 4 ձևի, 4 տեսակի։ Որպես ռիթմեր, ռիթմիկ սեմփլներ, որոնք որ վերցնում են հիմնականում դե ինչ-որ երաժշտությունների, ինչ-որ ձայնագրությունների հենց հարվածային գործիքների մասից, մեղեդիներ, ես հեսա սաղ օրինակներով ձեզ ցույց եմ տալու, կամ ակորդներ ու խոսքեր, ինչ-որ տենց խոսքային սեմփլներ նաև տենց են լինում էլի։ Ուրեմն սրանք ես մի հատ վինիլից եմ վերցրել, նայեք ինչ ձայներ են, սենց խառը, որը sound effect-ների վինիլ է։ Ու ես ուզում եի ստեղից, սրանք ձիու քայլեր են։ Ուզում եի իրենցից ռիթմ ստանայի, որ ստացվեց այսպես բան։ Ռիթմի մեջ է արդեն։ Հետո ես իրան ավելացրեցի
Այս հարվածային գործիքների մեծ թմբուկն է, որը կոչվում է kick, անգլերեն բառ է, հարվածային գործիք տեսել եք, չէ՞, հուսով եմ են, sense որ նվագում են։ Այն տակի են մեծ թմբուկը, այդ մեծ թմբուկն է, որը kick է կոչվում, ոտով են նվագում, սխմում են, sense մուրճի պես մի հատ գործիք է, տենց զարկում է ու զարկ է ստացվում, որը կոչվում է kick։ Հիմա kick-ի հետ արդեն այդ ձիու ոտնաքայլերը sense ռիթմի մեջ եմ դրել ու տեսեք նայեք ինքը այսպես բան է ստացվել։ Այս որպես sample, rhythmic sample, հետո ես իրա վրա ավելացրել եմ այս հետը, հա, շվի է, այս արդեն, այսպես ասած, sample-ած շվի է, ինքը ընդհանուր առմամբ այս է հենց այսինքն երաժշտություն էր։ Ու իրանից ես էլի այդ հատվածները ընտրել եմ, լուպի մեջ եմ դրել, ստացվել է սենց բան։ Հետո ավելացրել եմ արդեն ուրիշ տեղից վերցրած սենց այս դուդուկա, տենց որ լրացնի, ոնց որ ընդհանուր է, ավելի լավ ընչի, ընդհանրապես ոնց որ երաժշտությունը, ձայնագրությունը հաճախականություններ կան ու ոնց որ այդ հաճախականությունների ամբողջականությունն են, ամեն երաժշտական գործիք արտահայտվում է որոշակի հաճախականության մեջ։ Միտեղ դաշնամուրն է, բաս գիտարը ուրիշ հաճախականության մեջ է ու ոնց որ իրանք իրար չեն խանգարում ու եմ որ ասում էի որ sound engineer-ը բալանսի է բերում, այդ կոչվում է mixing, այդ հենց այն process-ն է, որ եթե կան երկու գործիք նույն հաճախականության մեջ հնչող, sound engineer-ը նենց անում, որ իրանք իրար չխանգարեն։ Հիմա այստեղ քանի որ դուդուկը նենց հաճախականության մեջ է, որ շվի ինչի խանգարում, իրանք հակառակը իրար լրացնում են ու իրար հետ ավելի լավ են հնչում։ Տեսեք։ Բայց ես ուզում էի նաև այլ ինչ-որ rhythmic sample ու ես վերցրեցի այս տեսեք, էլի ինքը ներքևներն է, այդ բասի մոտերը ու էլի rhythmic ու էլի լրացնում է իրար հետ ու բոլորը միասին դարավ սենց բան վերջում դե իհարկե նաև բասը Ուրեմն, երբ որ ես ձեր տարիքին էի, 12-13 տարեկան, ես այդ ժամանակ նոր գտա մի հատ համակարգչային ծրագիր, դրանք կոչվում են անգլերեն Digital Audio Workstation ու ես 12-13 տարեկանից արդեն տենց սկսեցի բիթեր սարքել։ Բիթերը գիտեք որն է, չէ՞ երևի։ Հիփ-հոփի մեջ, ռեփի մեջ երգը դե վոկալն է ու ինստրումենտալը, հիփ-հոփի մեջ այդ ինստրումենտալը, որտեղ որ վոկալ չկա, երգիչը չկա, բիթ է էլի կոչվում։ Բիթը է դա։ Ու ես սկսեցի այդ ծրագրով աշխատել։ Այդ ժամանակ ես չէի անում այս ամեն ինչը։ Այսինքն ոչ մի տեղից, ոչ մի սեմփլներ, սեմփլինգ, տես բաներ չէի անում։ Ու ամեն ինչ ես հորինում էի, ստեղծագործում էի, սենց 0-ից։ Հետո երբ որ բանակից ես հետ եկա, այդ ժամանակ արդեն 24 տարեկան էի, այդ ժամանակ նոր որոշեցի, որ կարելի է փորձել հենց հայկական երաժշտությունը։ Ես ձեզ ուզում եմ իմ ստեղծագործություններից ցույց տամ։ Առաջի այդ երաժշտությունը, որ ես որոշեցի միքսեմ, սեմփլեմ, դա Կոմիտասի Շուշիկին էր։
Լսել եք այս երաժշտությունը։ Ու հիմա ես կմիացնեմ իմ տարբերակը արդեն։ Տեսեք։ Ուրիշ ձև է հնչում արդեն։ Ու այսպես։ Ուրեմն այս գործիքի մեջ կարելի ասել ամեն ինչ կա, ամեն ինչ տեղավորվել է։ Սրանով կարաս լրիվ 0-ից երաժշտություն ստեղծես։ Ուրեմն այս հետևի այս ամեն ինչը որ տեսնում եք, սրան ստեղից տարբեր ուրիշ գործիքներ կարաք միացնեք։ Այստեղ տեղ կա, որ տոնայնությունն է որոշվում։ Տոնայնությունը, հուսով եմ, դա գիտեք, որ կա դո մաժոր, դո մինոր, սոլ մաժոր, սոլ մինոր։ Այս որ տենում եք, հեսա։ Այս սի տառը դոն է, այլ կերպ, էլի։ Այս դի տառը ռեն է, ի տառը մին է։ Ու երբ որ ես իրանց հիմա փոխեմ, ես մինոր եմ դրել, էլի այստեղ, տեսեք։ Այս մի մինորն է, ստեղից որ փոխում ես, արդեն դառավ ֆա։ Եկեք ֆայի վրա թողենք, այստեղից դու կարող ես քո ուզած ձայները ընտրես արդեն։ Այս սրանք օրինակ, չգիտեմ, բասերն են։ Սրանք այս ներքևներն է նվագվում, էլի, բայց եկեք այս գործիքը փոխեմ մի քիչ այս տնենք, այս լավ գործիքը ավելի։ Սրանք հիմնականում ստեղ սինթետիկ, սինթեզատորի ձայներ են, էլի, այսպես ասած, մյուս իսկական գործիքները, այս սրան նաև հնարավորություն կա միկրոֆոն միացնելու ու միկրոֆոնով ձայնագրելու իր մեջ, ես հիմա նույնիսկ կարամ իմ հեռախոսով ինչ ուզում եմ իր մեջ ձայնագրեմ ու սրանցով արդեն սեմփլ եմ, նվագեմ, տենց էլի, այդպես կոչած։ Չգիտեմ, ստեղ օրինակ տեսեք զանգերի ձայներ ինչ որ։ Բայց էլի սինթետիկ է, էլի։ Այս պլագինները տենց, սրանցով տենց կարող եք պլագին են կոչվում, որ գործիքներ էլի։ Այստեղ բաներ են, հարվածային, տեսեք, հարվածային ձայներ են արդեն։ Այս գույները, որ տարբեր են, այդ դրանք, այսինքն տարբեր բաներ են, այդ մասերն են հարվածային գործիքների։ Այս իմ նույն ասած այդ քիքերն են, մեծ թմբուկները, սրանք փոքրներն են, սներներ, ու սրանք արդեն այտենց էլի մի քիչ սինթետիկ բան ձայներ։ Այս դրածավոր, չգիտեմ, ինչ որ սենց էլի, այս ձև նվագես, էլի տենց խառը ձայներ են, էլի ոնց որ։ Ընդհանրապես այս MPC կոչված գործիքը Music Production Center, տեսեք ես անունն չասեցի ձեզ, ինքը ոնց որ շատ շուտ վանից է ստեղծվել, էլի 70-80-ականներից այս կողմ, Հայաստանում ցավոք սրտի այս կիրառվել է, այսինքն ոչ թե ցավոք սրտի կիրառվել է, լավ որ կիրառվել է, բայց հիմնականում սրա մեջ տեսեք ես ինչքան ձայներ ցույց տվեցի, ձեզ ինչքան հնչյուններ ցույց տվեցի, հիմնականում սրա մեջ դհոլի ձայներ էին դնում ու հարսանիքների ժամանակ դհոլ էին խփում ու իրենց գործիքի անունն էլ դրել էին բլոկ, բայց ինքը բլոկ տենց այդքանը չի էլի, ոնց որ բացի դհոլ նվագելուց իրանով կարաս ոնց որ ստեղծագործես, երաժշտություն լրիվ ստեղծագործես էլի։ Հիմա տեսեք, այս սրանք ստեղ որ նայեք։ Սրանք այս հարվածային սեմփլա ձայնագրության, հարվածային ձայնագրության սեմփլա, բայց կարելի է նենց նվագել, որ ուրիշ իրան նոր ձև, նորովի նվագես, էլի ոնց որ։
ու ոնց որ դարավ նոր բան։ Ինքը է սա։ Բացի այդ, կարաս իրան ասենք տոնայնությունը, տեսեք, սենց է, չէ՞։ Բայց սենց ուրիշ ձև է ինքը հնչում է արդեն։ Ամեն ոնց որ իր տրամադրությունն է փոխվում, բնավորությունն է, էլի, այս ձայնագրության արդեն հնչողությունը փոխվում է, չէ՞։ Ամեն ինչը կապ ունի, շատ սենց նրբություններ կան, էլի։ Միջև այս գործիքին հասնելը կան համակարգչային ծրագրեր։ Եթե ուզենաք, եթե տունը համակարգիչ ունեք, այս անպայման չի, էլի, սրանից ունենաք, ծրագրեր կան, որ այդ ծրագրերով կարաք սկսեք, աշխատեք, անպայման չի սրանից ունենալ, էլի, սկսելու համար։ Իսկ Gorgeous Beats-ի մասին, դե ես ասացի, որ երբ որ 13-14, չեմ հիշում, կամ 12 տարեկան էի սկսել էի բիթեր սարքել, արդեն 14-ում, 15-ում ես համել այդ բիթերը սկսել էի վաճառել ու ոչ միայն վաճառել, ամել ոնց ռեպերների հետ համագործակցում էի ու տենց ոնց որ անուն էր պետք ունենալ, բնականաբար Գոր Ղուկասյանը շատ անհամապատասխան անուն էր, տենց այդ ամեն ինչի համար, մենք էլ փոքր էինք ու ես բացեցի, քանի որ սա ամերիկական մշակույթ է, դրա համար ես բացեցի անգլերեն բառարանը, այն ժամանակ Google Translator չկար, էլի։ Ես բացեցի սովետական հաստ բառարան էր։ Ու մանեկա իմ անունով սկսվող բառ, Գոր անունով բառով սկսվող բառ, որ համ լավ բառ լինի, համ էլ ոնց որ տենց ես ինձ անուն էլի հորինեմ ու գտա Gorgeous բառը, Beats-ն էլ բիթերն են, ինչի մասին խոսում էինք։ Այդ էլ տենց տարածված երևույթ է, կամ չնայած հիմա այդքան չէ, մոդայից դուրս է եկել, բայց այն ժամանակ տարածված էր։ Դրա համար ես կոչեցի Gorgeous Beats։ Հետո երկար ժամանակ դե չէի զբաղվում, բայց բանակից հետո որ եկա ու նորից պիտի զբաղվեի, որոշեցի չփոխեմ այդ անունը, ոնց կա տենց է թողեմ, էլ նորից գլուխս չցավացնեմ այդ թեմայով։ Ես կուզեի հարցնել, թե դուք ձեր այդ կերպարը, որպես հիփ-հոփ, այդ ներկայացուցիչ, թե ումից եք օրինակ վերցրել։ Թուփակից, որտեվ ես առաջի անգամ, որ вообще ռեփ, հիփ-հոփ լսել եմ, այդ եղել է Թուփակը, տենց իրանով եմ բացահայտել ես այդ ժանրը, այդ ուղղությունը ամենասկզբից, իսկ հետո դե արդեն շատ տենց ուրիշ պրոդյուսերներ, ուրիշ արտիստներ։ Ես կուզենայի ձեզ հարցնել, դուք միջև ձեր բանակ գնալը որոշել էիք արդեն, որ պետք է հենց այս գծով գնաք, թե մտածում էիք կարողա փոխվի ձեր որոշումը։ Շատ լավ հարց էր։ Միջև բանակ գնալը ես թատերականում կինոռեժիսուրայի ֆակուլտետում էի սովորում, տենց շատ չէի հեռացել իմ երաժշտական հետաքրքրություններից, շատ քիչ, բայց էլի զբաղվում էի, կարելի է ասել, բայց երևի հա, միջև բանակ գնալը, քանի որ ես կինոյի մեջ էի, տենց ավելի շատ ուսանող էի, տենց այդ աշխարհի մեջ էի, ավելի շատ մտածում էի բանակ գնալու մասին, որտեվ բանակ պիտի գնայի, էլի։ Այ բանակում արդեն սկսել էի մտածել բանակից հետո ինչով պիտի զբաղվեմ ու հա, այտենց կինոներ ու երաժշտություններ իմ մտքին։ Իրականում ինչ եմ ասում, շատ լավ հարց էր, որտեվ երևի նրանից է, որ փոքր տարիքից եմ ես սկսել զբաղվել այս ամեն ինչով ու շատ սիրել եմ, էլի, միշտ ոնց որ մինչև հիմա եմ սիրում։ Ես հասկացել եմ, որ շատ կարևոր է կյանքում, որ զբաղվես նրանով, ինչը սիրում ես, ինչը քեզ չի հոգնեցնում ու ինչն էլ փոխադարձ քեզ է սիրում, կարելի է ասել, էլի, որովհետև ինձ թվում է ամեն մարդ տաղանդ ունի, ուղղակի խնդիրն նա որ պետք է բացահայտես քո մեջ, քո տաղանդը որն է, էլի, ու դու այդ բացահայտման ճանապարհին կարող է
մի ինչ-որ հետաքրքրություն կամ զբաղմունք սիրես, բայց այդ քոնը չլինի։ Այդ ժամանակ էլ պետք չի հանձնվել, պետք է շարունակել որոնումները, այդպես ասած էլ։ Ու ես տենց միշտ ոնց որ հա, տենց չեմ էլ մտածել, որ հա, չէ, արժի, ման, փող կա մեջը չկա, տենց չեմ մտածել։ Զբաղվել եմ ուղղակի։ Իմ հարցը հետևյալն է, թե ինչ երաժշտական կրթություն ունեք։ Վոկալ երգչախմբային, ինչքան էլ տարօրինակ է, հիմա ես вообще չեմ երգում, ընդհանրապես չեմ երգում։ Իմ տատիկի միտքն էր, որ ինձ երաժշտական դպրոց պիտի տանեին իրականում։ Տենց ոնց որ երբ որ ես դեռ շատ փոքր եմ եղել, ինքս ինձ գրկել է տխուր երգա, տենց երգել, տեսել է դեմքս խոժորվում է, հետո ուրախ երգա երգել, սկսել եմ ժպտալ, ու տենց որոշել է, որ ես սլուխ ունեմ ու երաժշտության հանդեպ սեր ունեմ, ասել է, в общем, դի երաժշտական դպրոց տանենք։ Տենց ինձ տարել են երաժշտական դպրոցում ինչ չէին էլ ուզում ընդունեին, որովհետև ես հələ 6 տարեկան էի, ես տառերն չգիտեի, էլի գրել, թվերն էլ, բայց տատին տենց պայքարեց, տենց ինձ ընդունեցին վոկալ երգչախմբային բաժին, բայց դաշնամուր էլ էի պարապում։ Սոլֆեջիո էլ, ընդհանուր այդ գիտելիքները տենց 7-ամյա կրթություն է, իմ երաժշտական կրթությունը։ Ինչ խորհուրդ կտաք սկզբնակ երգիչներին։ Խորհուրդը ընդհանրապես ոչ միայն երգիչներին, երաժիշտներին ու երաժշտությունով հետաքրքրված մարդկանց առաջի իմ խորհուրդը միշտ լսելն է, պետքա լսել, պետքա շատ լսել, որ լսելը գործի կեսն է, տենց։ Ու այդ լսելը ոչ թե ուղղակի միացնես երգ լսես, այլ ուսումնասիրես, ինչքան հնարավոր է տարբեր ժանրեր, տարբեր ոճեր, տարբեր արտիստների լսես, ինչի համար, որ քո ականջը կրթվի, մշակվի, վարժվի, որ դու ինքդ քո համար բացահայտես ինչ ձևեր կա երգելու, ինչ տեխնիկաներ կա, ինչ ոճեր կա, որն է քեզ օքեյ հարազատ, որը օքեյ հարազատ չի, այդպես, ու բացի այդ էլ պետք է երգել։ Ամենակարևորը պետք է երգել ու գնալ երաժշտական դպրոց։ Եթե չգնում եք երաժշտական, հա, դա всё կարևորը դա։ Արդեն խառնվում է։ Լսվում է նորմալ, լսվում է։ Այսքան հատվածը իմիջայլոց որ լսեցիք, այն իմ ասած նույն սկզբունքով էր սեմփլված, որ ասում եմ սեմփլված արդեն հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Ես այնց ուրախ եմ, որ հասկանում եք։ Այստեղից արդեն գալիս է հենց Բաբաջանյանի էլեգիան ոնց որ կա։
այստեղ արած, էլի Այդպես։ Վայ, ապր։ Այսօր մենք մասնակցեցինք Քոարվեստը դպրոցում նախագծին։ Մեզ համար շատ հաճելի էր։ Հանդիպեցինք Գոռ Ղուկասյանի հետ, շատ հետաքրքիր անցավ, նոր տեղեկություններ իմացանք նրանից։ Սա շատ յուրահատուկ հանդիպում էր, որովհետև մենք էլեկտրոնային երաժշտության մասին առաջին անգամ էինք լսում եւ շատ տպավորված ենք։ Իմացա նոր տեղեկություններ երաժշտության մասին, ինչպես կազմել բիթեր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Քոարվեստը դպրոցում կազմակերպիչներին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար եւ ուսուցողական։ Ծանոթացանք Գոռ Ղուկասյանի հետ, նա մեզ պատմեց շատ հետաքրքիր բաներ եւ պատմեց, թե ինչպես է սկսել իր ուղին եւ ինչ հաջողությունների է հասել։ Երեխաները պատմում էին ոգեշնչված, որ սրանից հետո ավելի լավ ենք սովորելու արվեստ առարկան, երաժշտություն առարկան եւ շնորհակալ ենք Գոռ Ղուկասյանին։ Շատ շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը այս միջոցառումը կազմակերպելու համար։ Շատ լավ կլինի, որ այս Քոարվեստը դպրոցում ծրագիրը շարունակական լինի, ամեն տարի լինի եւ երեխաները բոլորն էլ լսեն, սովորեն նոր բաներ։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Մայրամուտ։ Սուրճ, թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Ինքնաբուխություն։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Խնձորի ծառերին նայելը։ Տենց եղել է մի անգամ։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Պատերազմ եւ խաղաղություն Տոլստոյ։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Հանս Զիմերի հետ։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Առանց դասականի չկա ժամանակակից։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Դիմացինի մաշկի մեջ մտնելը։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Խառնաշփոթ։ Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ Երկուսն էլ իրականում։ Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ Բարդ, լռել։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Երևի կարոտը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Այն կփոխանցեի, որ աշխարհը ավելի շատ բարդացնել պետք չի։ Ու մեկը սիրեն իրար մարդիկ երևի այտենց։ Դա ինչի զուգահեռ։